Ողջույն։ Ամեն օր մեր երկիրը հայտնվում է նոր իրողության մեջ։ Կառավարողները ապօրինության նոր նշաձող են սահմանում։ 3 հուլիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանից խլեց եւ իրականում ՔՊԱ-ցրեց Multi-Wellness սպորտային բազմամիլիոնանոց արժեքով համալիրը, որի սաունաներում սիրում են քարշ գալ ՔՊԱ-ական հայտնի պաշտոնյաները։ Իբր թե պատճառ շենքը համայնքային անօտարելի հողի վրա է կառուցվել, խախտումներով եւ այլն։ Այդ դեպքում ինչու օրինակ չեք քանդում։ Ոչ, լավ էլ աշխատող բիզնես է, եկամուտ է բերում, ամեն ինչ հնարավոր էր արվել է, ներդրումներ, շուկա, հենա կպնկվայելի։ Երեք դատախազությունը նաև հայտարարություն տարածեց, որ պետականացվել է նաև Ծառուկյանի Արարատ ցեմենտ ընկերությունը։ Իհարկե գրել են, թե հակակոռուպցիոն դատարանն է արել, բայց այդ խլող բրիգադներին պայմանական ասենք Նիկոլ։ Խլման հիմնավորումները կարդալը անիմաստ է։ Իրական հիմնավորումը Փաշինյանի ելույթն է։ Գագիկ Ծառուկյանին սարքելու եմ բոմժ։ Ամեն ինչ տեղի է ունենում այդ հիմքով։ Ծառուկյանից Փաշինյանն ուզում է խլել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, 106 միլիարդ դրամ եւ այլն։ Տասնամյակներ շարունակ չարչարվել, բիզնես է արել, ունեցվածք է դրել մասնավորը։ Իսկ պետությունը, որը պետք է պաշտպանի այդ սեփականության իրավունքը, հերիք չի պաշտպանում, այլ ենթարկվում է մեկ անհատի, որը իրեն հայտարարել է իշխանություն եւ ուզում է վերցնել իրեն, իր խմբակին եւ հարստանալ։ Իհարկե, եթե Ծառուկյանի բիզնեսները նույն Multi-Wellness-ը ուներ այդքան լուրջ խնդիր, ուրեմն նախ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին Երևանի քաղաքապետը, քաղաքապետանի պատկան մարմիններն ու պատասխանատուները, հետո դատախազ բան, հազարումի վերահսկող կոմիտեներ, բայց չէ որ քաղաքի ամենակենտրոնում ապօրինի է գործել այդպիսի մեծ համալիր։ Բայց այդ ո՞նց է լինում անօրինական։ 8 տարի իշխանություն եք, կասեցնեիք, կանխեիք, բա ինչով եք զբաղված։ Ուրեմն պատճառը հեչել դա չէ։ Որևէ մեկ իրոք մտածում է, թե Ծառուկյանը հանցագործություն է արել ու արդարադատություն է տեղի ունենում, ով է այդպես մտածում, հələ կուզենայի տեսնել։ Անգամ ամենահավատավոր նիկոլականն էլ այդպես չի մտածում։ Դատախազ Վարդապետյանն էլ, ՔԿ նախագահն էլ, Ծառուկյանի տուն մտած ԱԱԾ-ականներն էլ, իրենց հրաման տվողներն էլ։ Մարդիկ մտածում են, որ Նիկոլին հակառակ բան է արել Ծառուկյանը, դրա համար է ընդամենը։ Երեք աչքովս ընկավ մի ՔՊԱ-ական հայտարարում է, թե դրանք հանցագործներ են, ինչու պետք է քաղաքականությամբ զբաղվեն։ Ինչ ասեմ, շարքային ՔՊԱ-ական մակարդակ։ Այ ընկեր, երևի չգիտես, բայց այդպես է ձևը։ Եթե մեկը հանցագործ է ու դա ապացուցված, նա պետք է պատիժ կրելուց լիներ հիմա, ոչ թե երբ որոշեց քաղաքականությամբ զբաղվել, այդ ժամանակ։ Պարզա, թե էլի մանրամասն եմ։ Տես, շարքային ՔՊԱ-ական կոնտինգենտին եմ բացատրում։ Նիկոլը, այո, ձեր սիրելի Նիկոլը, արդեն 8 տարի իշխանության է, այսինքն ըստ ձեր պատկերացրածի ամեն բան արդար է եւ օրինական։ Հետևաբար, այն նրանց, ում օրոք դուք այսօր հայտարարում եք հանցագործ, պետք է որ արդեն 8 տարի պատիժ կրելուց լինեն։ Այդպես չէ։ Հիմա եթե չեն պատժվել, երկուսից մեկն է։ Կամ այդ հանցագործները ձեր Նիկոլին փող են տվել եւ չեն նստել, կամ նրանք հանցագործ չեն էլ եղել, ու ձեր ասածը բացարձակ սուտ է, որովհետեւ երբ մարդը անում է ներդրումներ, բիզնես, մուծում է հարկեր, վստահ եմ աշխարհի երեսին ինչ ստուգում կա, այս ընթացքում նրա մոտ եղել է, եւ մեկ էլ հոп բացահայտվել է, որ անօտարելի հողի վրա շինություն է կառուցած եղել, այն էլ դա բացահայտվում է ընտրություններից հետո։ Այն էլ իշխանության հասցեին սուր քննադատություն արած ընդդիմադիրի նկատմամբ դա ոչ սիրելի ՔՊԱ-ական կոչվում է քաղաքական հետապնդում, որը ըստ ձեր Նիկոլի 2018-ից այս կողմ պետք է որ բացառված լիներ։ Բա ընկեր, չեմ կասկածում ձեր անկեղծության վրա։ Եզրակացնում եմ, որ ուղղակի տեղյակ չէիք այս բոլոր տարական տրամաբանության իրավական նորմերից։ Այլ հարց է, որ դուք առհասարակ չպետք է պետություն որպես նվեր ստացած լինեիք, այլ ձեր համար ամբաղ զամբաղ դերեր խաղայիք, երկրորդական, երրորդական դերերում,
առանց կրելու որևէ բանի պատասխանատվությունը։ Ընկերս մեկ-մեկ ասում է, հələ սրա դեմքին նայի, պաշտոնյա է, որ չիմանայիր, գար դուռը ծեծեր, ասեր դուր տանեմ ձեր զիբիլը թափեմ, կտայիր, այլ լրիվ այդ վիճակն է։ Հետևաբար, սրանք երբ հայտարարում են, թե ահա այսպիսի հրեշավոր հանցագործություններ, քրեական գործեր, մենք լիարժեք իրավունք ունենք մտածելու, որ դրանք ընդամենը իրենց հորինած եւ ձեռնտու հեքիաթներ են։ Հայաստանում այսօր աղմկահարույց ու քաղաքական մոտիվներով իրականում քրեական գործ չկա, որը կապ ունի իրական քրեականի եւ արդարադատության վերականգնման հետ։ Գիտեք, 2018-ին, երբ սրանք եկան իշխանության, ինչ որ հոգեցունց քլիպ ափալ-թափալ նկարեցին, բեմադրեցին Տուշոն-կաշոու ու կալանավորեցին Մանվելին։ Հետո գործ հարուցեցին, սարքեցին ու կալանքի տարան Քոչարյանին։ Այդ ժամանակ գերակայող կարծիքը ո՞րն էր։ Հեղափոխական տեմպերով արդարադատություն են անում։ Նիկոլը սկսել է իր քաղաքական հակառակորդներից։ Ու դե հո հենց նենց չէ, ասում էին շատերը։ Հենա եկել են, ձեռքները սաղ կա, դե պետք է պատժվեն։ Մայիսին եկավ իշխանության, այդ սաղ շուխուրները արեցին, բայց 4 ամիս անց սեպտեմբերին շատ արագ բացահայտվեց, որ այդ սաղ կեղծ էր։ Հրապարակվեց գաղտնալսում, թե ինչպես են թելադրում Քոչարյանի կալանքի որոշումը։ Ուզես չուզես կալանքը պիտի տաս։ Ու Նիկոլի արդարադատության խոստումը հոդս ցնդեց։ Պարզվեց, որ իրոք ամբողջը կեղծ էր, սարքած, ջուր, նպատակն էլ չեզոքացնելն էր։ Հիմա էլի քաղաքացին հարց է տալիս. եթե Ծառուկյանի սպորտ կոմպլեքսը աշխատում էր ապօրինի, տարիներ շարունակ, այդ ոնց ոչ մեկը չի արձագանքել։ Ելնում ուրախ-ուրախ գնում էիք վայելում, որովհետև սուտ եք ասում։ Այս օրերին Ծառուկյանի բիզնեսներում աշխատող տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անգործ, անհաց, անփող, բողոքի ակցիաներ են անում, թե բացեք աշխատենք, հացի փող չունենք։ Կառավարության հետ պետքն էլ չէ, կբացեն այն ժամանակ, երբ խլեն, կնշանակեն իրենց Ռոմանոսին, պայմանական Ռոմանոսին։ Արարատ ցեմենտը խլեցին, բացեցին, սպորտ կոմպլեքսը խլել են, կաշխատի հեսա, փողերն էլ մեջ-մեջ կանեն, բիզնեսի հերը կանիցեն, մեկը իրենցը չէ։ Մի օր միևնույն է վերադարձվելու է օրինական տիրոջը, բայց դե դա իրենց պետք չէ։ Նեղությունը տվեցին, հետո ինչ կլինի։ Նիկոլի իշխանության եկավ շահարկելով Սաշիկի 50-50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան Արմենյանից, Վիվասելից։ Հիմա սակայն ախորժակներն ավելի է բացվել։ Ասում են, բայց ինչու ընդամենը 30%, 25% բաժնետոմսեր ու խլում են ամբողջ բիզնեսը։ Ինչ որ կատարվում է Ծառուկյանի բիզնեսների հետ, Սամվել Կարապետյանի հետի հետ, դա ռեկետ է, անօրինական գործողություններ։ Սաշիկի 50-50-ից խոսող Նիկոլը հիմա 100-ից 100 է անում։ Սպառնալիք է հնչեցնում, Ծառուկյանին սարքելու են բոմժ, մեկ օր անց դատախազը դեմքի լուրջ արտահայտությամբ ինչ որ բացահայտում է անում։ Հավատամ։ Կամ որ ասում է Անդրանիկ Թևանյանին պետական դավաճանության մեջ է մեղադրում դատախազությունը։ Ես ինչու պիտի հավատամ։ Ում երբ պետք եղավ ձեզ մի անուն կպցրեցիք, մեղադրեցիք, տարակ պատանդի պես պահեցիք։ Ես հավատամ, որ այդտեղ հանցանք կա։ Մի հատ ձեր խոսքը հիմնավորող բան ցույց տվեք, ոչ թե հայտարարություն։ Այն էլ այն ժամանակ, երբ ձեզ ահավոր պետք է։ Ովքեր որ այսօր գտնվում են կալանքի տակ, փաստեր բերեք, որ գոնե 1 վայրկյան համոզիչ լինի։ Այս 8 տարվա մեջ մի հատ լուրջ փաստ տվեք ձեր որևէ ասացին հավատալու համար։ Ասում ես ուժեղ Հայաստանը ընտրակաշառք է տվել։ Իրական փաստ չկա, հիմնավորում չկա։ Այդ կտրած, կպցրած ձայնագրությունները հիմնավորում չեն, ինչ որ ամբաղ-զամբաղ խոսակցություններ են ընդամենը։ Եթե արդար եք, այդ դեպքում ուր են ԿՊ-ի ձայնագրությունները։ ԿՊ-ն այդքան ընտրական խարդախություններ է արել, ուր են բա դրանց ձայնագրությունները։ Ոչ մեկ չի կարող հավատալ, որ ընդդիմադիրների աջակիցները հեռախոսով քննարկել են ինչ-որ ապօրինի հարցեր, իսկ իշխանությունն ու իր աջակիցները ամբաղ-զամբաղ հեռախոսով չեն խոսել։ Մամուլը մեռավ բացահայտումներ անելով ԿՊ-ի մասով, որ մեկի հետևից է գնացել քննչական համակարգը։ Ստիպում են հավատալ, թե Ծառուկյանը փողեր է գողացել, Թևանյանը դավաճանություն է արել, Կարապետյանի հեծում հոսանք են գողացել եւ այլն։
Ոնց հավատամ, եթե դուք եք որոշում, ոչ թե օրենքը։ Բայց կարծում եմ, պետք է քննարկել մեկ այլ թեմա, որը գուցե առավել համոզիչ է։ Երբ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ունեցվածքի հետևից է ընկնում, ասում է ապօրինի է, ինձ հետաքրքրում է, իսկ ովքեր են դատավորները։ Ով է այդ գույքը խլողը, կամ ինչպես որ անունը դրել են, վերադարձնողը։ Իսկ գուցե կարիք կա խորհրդարանական հետաքննական հանձնաժողով ստեղծելու, պարզելու համար, թե Նիկոլից ինչ կա վերադարձնելու։ Հետաքրքիր չէ, թե օրինակ Երևանի ամենակենտրոնում ումից ու ինչպես է հարյուրավոր քառակուսի մետր տարածք ստացել Փաշինյանը իր ընտանեկան թերթի համար։ Այդ ո՞նց է եղել։ Օրինակ երրորդ մասի տունը ինչպես է ձեռք բերել, ինչ միջոցներով ու ինչ պայմաններով։ Ծառուկյանը 90-ականներից աշխատել է, միլիոնատեր է, Սամվել Կարապետյանն էլ, ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, թե նրանց փողերը որտեղից, բայց այքոնը առաջացնում է հարցեր։ Պետության ղեկավարի փեսան հայտարարել է, որ ամեն ամիս քեզ փող է տվել։ Հետո մամուլը բացահայտել է, որ խոսքը ամեն ամիս մի քանի տասնյակ հազար դոլարի անվերադարձ գնված թերթի տպաքանակի մասին է։ Այդ ժամանակ ընդդիմադիր ես խաղացել, ում մասին պետք էր գրում էիր, ում մասին պետք չէ։ Հիմա եկել ես իշխանության, քեզ դրել է սրբի տեղ։ Բա Փաշինյանի ունեցվածքի աղբյուրը բացահայտելու կարիք չկա։ Նա իշխանության է եկել արդեն բավական գումար դիզած, համաձայն հրապարակումների ու նրան փող տալու վերաբերյալ խոստովանության։ Բա ուսումնասիրեք Փաշինյանի ունեցվածքը, գուցե պարզվի ոչ թե լենինականից է քայլելով եկել, այլ իջել է երկնքից ու ոտքերն էլ ամպոտ են։ Այս սաղ շոուն նրա մասին է, թե ոնց X մարդը ձեռք բերեց ունեցվածք։ Դա օրինական էր, թե ոչ, դա է, չէ։ Հիմա հարց գիտնականներին։ Աշխարհի ամենաթանկ բանի իշխանությունն է։ Քո իշխանությունը ոնց ձեռքդ ընկավ։ Ուզում ես ասել Ծառուկյանի մուլտիվելնեսը ավելի գլոբալ հարց է, քան որ իշխանությունը քո ձեռքն է ընկել ու մեզ արժեցել է այսքան աղետներ։ Կարող ենք պարզել, թե որտեղից այդ իշխանությունը քո ձեռքը ընկավ։ Եթե ոմանց ապօրինի ձեռք բերված գույք է, այն էլ քո ասելով, քոնը ապօրինի նվիրված, իսկ հիմա էլ ապօրինի պահվող իշխանություն է։ Հենա, ժողովուրդն էլ իսկի քեզ չի էլ ընտրում։ Ժորժան, պետությունը սահմանում է կանոններ, որոնք բոլորի համար են, սակայն այլ կանոններ են քաղաքացիների համար, այլ կանոններ են իշխանությունների։ Ամեն մի կողմն էլ ունի իրավունքներ ու պարտավորություններ։ Հիմա մեզ մոտ իշխանությունը այդ կանոններից դուրս է։ Նիկոլը ասում է. ես պետությունն եմ, ես իշխանությունն եմ, ինչ ուզում անում եմ։ Այսինքն այդ կանոնները քանդել է, ուրեմն եւ քանդել է պետությունը որպես ինստիտուտ, որը սահմանում եւ պահում է ամենից կարևորը՝ այդ կանոնները։ Եթե իմ դեմ թեկնածություն ես դրել, ուրեմն քո ունեցվածքը խլելու եմ բանաձևը, ինքն իրավչություն է։ Ու երբ այս անօրինական հրամանները գնում կատարում չզինված, չդիմադրող մարդուն բիրտ ուժով փռում են գետնին, այդ դիմակով, զենքով ԱԾԱ-կանները, ոստիկանները, նրանք այլևս դառնում են անօրինական հրաման կատարող զինված խմբեր, ոչ թե պետություն։ Մի տեսակ մոռացել ենք ինչի մասին ենք մենք բոլորս եւ մեր իսկ պետություն կոչվածը։ Կարճ ասած 2018-ից ի վեր մեր հետընթացի պատճառը հենց այն է, որ սա եկել է ոչ թե զարգացման լոզունգով, այլ քանդելու, արժեզրկելու։ Ու այս բոլոր գործընթացներում չկա օրենք, օրինականություն։ Իր պետքն էլ չէ, հավատում ենք, թե չենք հավատում։ Իր պետքն էլ չէ, որ չարչարվեն, գոնե մի հատ հիմք գտնեն դնեն տակը։ Այդ ձևակերպումների կարիքը չկա, որովհետև ինքը օրենքից դուրս է։ Իր համար կարևորը իշխանությունը պահելն է, պետության վրա թքած ունի։ Քաղաքացու պետության հետ կնքած Նիկոլի կնքած քաղաքացիական պայմանագիրը վաղուց լուծարվել է։